Դե իրականում այս ամենը տեղավորվում է հիբրիդային պատերազմի, այսպես ասենք, շրջանակներում, որովհետև փորձ է արվում ստեղծել ուրեմն բռնության եւ ամենաթողության նախադեպ կամ այսպես ասենք փաստացի լեգիտիմացնել նման գործողությունները եւ այդ առումով էապես վտանգվում է հասարակական կարգը եւ ընդհանրապես պետական ինստիտուտների իրավապահ նախ եւ առաջ համակարգի եւ ընդհանրապես պետական ինստիտուտների եւ հանրային հեղինակությունը եւ ուրեմն այսպես ասենք կարողունակությունը ժողովրդի աչքում պետական ինստիտուտների արդյունավետությունը ընկնում է այնքանով որքանով ժողովուրդը թերևս ուրեմն սպասում է շատ ավելի կոշտ պատասխանի նման դրսևորումներին դա տեղի չի ունենում եւ ըստ էության այս գործողությունների շահառուները փաստացի դուրս են գալիս ինչ որ առումով հաղթանակած կամ իրենց առաքելությունը որոշակիորեն կատարած նույնիսկ երբ մենք տեսնում ենք որ կատարողները ձերբակալվում են հետո դատարանների կողմից ենթադրենք կալանքի սանկցիան չի բավարարվում կամ բավարարվում է հետո մեկ ամիս հետո դառնում է տնային կալանք հետո ազատ են արձակվում ժողովրդի եւ հա նաեւ դատական process-ն էլ տևում է, չգիտեմ, ամիսներ, գուցե 1 տարի, ժողովրդի աչքում հանրագումարում սա ընկալվում է որպես եւ հատկապես մեր մեդիան էլ դա գիտակցաբար թե անգիտակցաբար ներկայացնում է որպես ազատ արձակում անձի, այլ չեն խորանում իրավական մանրամասներում, որ դա, ասենք, խոսքը վերաբերում է խափանման միջոցի փոփոխությանը եւ դեռ ասենք դատավճիռ չկա, բայց ժողովրդի աչքում երևում է, որ մարդիկ կարողանում են օրինակ եմալ ոտնձգել անգամ երկրի ղեկավարի հանդեպ, հետո ասենք կնստեն ինչ որ ժամանակ կամ չեն նստի, հետո ասենք հայտնվում են ազատության մեջ, իսկ վատագույն պարագայում կարող են նաեւ արդարացվել